Միակ Աստված է և կյանքի նպատակը, պատկերացրեք միմյանց հենված ծանր քարերի մի շարք։ Եթե յուրաքանչյուր քար հենված է իր հետևում գտնվողի վրա, իսկ դրա հետևում գտնվողն էլ մեկ ուրիշի վրա է հենված, ապա բոլոր քարերը վայր կընկնեն։ Որպեսզի դրանք բոլորը կանգուն մնան, վերջում պետք է լինի մի բան, որը հենված չէ ոչնչի վրա։ Մի բան, որը բավականաչափ հզոր է ամեն ինչ պահելու համար։ Մի բան, որը կանգնած է ինքնուրույն և կախված չէ մեկ ուրիշից։ Տիեզերքում ամեն ինչ նման է այդ քարերին։ Ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր քար հենվում է մյուս քարերի վրա կանգուն մնալու համար, այնպես էլ տիեզերքում ամեն ինչ պարզապես գոյություն ունենալու համար կարիք ունի շատ այլ բաների։ Դուք կախված եք օդից, ջրից և սննդից։ Սնունդը կախված է հողից, անձրևից և արևից։ Արևը կախված է ֆիզիկական օրենքներից։ Ուր էլ նայեք, մի բանը կախված է մի քանի այլ բաներից։ Գիտությունը շատ լավ նկարագրում է այդ կապերը։ Այն մեզ ասում է, թե ինչպես է մի բանը կախված մյուսից, սակայն այն չի բացատրում, թե ինչու է քարերի ամբողջ շարքը ի սկզբանե կանգուն։ Այն չի պատասխանում հարցին, ինչն է բավականաչափ հզոր ամեն ինչ պահելու համար։ Դա հասկանալու համար մենք պետք է նայենք կախյալ իրերի շղթայից այն կողմ։ Պետք է լինի մի էակ, ով պահում է ամեն ինչ, բայց հենված չէ և կախված չէ ոչնչից։ Այդ էակը, ով պահում է բոլոր բաները, բայց ում ոչինչ չի պահում, հենց այն է, ինչ մենք անվանում ենք ամենակարող Աստված։ Կյանքի նպատակը այսպիսով ամենակարող Աստված ստեղծեց մեզ և մեր շուրջը եղած ամեն ինչ։ Եթե շուրջը նայենք, կտեսնենք, որ ամեն ինչ ունի հստակ նպատակ։ Արևը տաքացնում է երկիրը և ջուրը բարձրացնում երկինքը, ձևավորելով ամպեր։ Կամին տեղաշարժում է ամպերը։ Ամպերից եկող անձրևը աճեցնում է բույսերը։ Բույսերն ու կենդանիները սնունդ են ապահովում մարդկանց համար։ Տիեզերքում ոչինչ պատահական կամ աննպատակ չի թվում։ Երբ նույնիսկ անշունչ առարկաներն ունեն նպատակ, տրամաբանական հարց է ծագում. ինչու ամենակարող Աստված ստեղծեց մարդկանց, ովքեր ակնհայտորեն ունեն բանականության և գիտակցության ամենաբարձր մակարդակը։ Այս հարցին պատասխանելու համար Աստված ուղարկեց մարգարեներ իր ուղերձը մարդկությանը հասցնելու համար։ Մարգարեներ Ադամից, Նոյից, Աբրահամից, Մովսեսից, Դավթից, Սողոմոնից, Հիսուսից և Հովհաննեսից մինչև վերջին մարգարե, Սուրբ մարգարե Մուհամմադը, խաղաղություն լինի նրանց բոլորի վրա։ Յուրաքանչյուր մարգարե եկել է նույն հստակ ուղերձով։ Աստված ստեղծեց մարդկանց իրեն երկրպագելու և հնազանդվելու համար։ Իսկ այս աշխարհիկ կյանքը Աստծուն մեր հնազանդության շարունակական փորձությունն է։ Մեր յուղակերեք գործ, խոսք, միտք և մտադրություն գրանցվում է հրեշտակների կողմից։ Մահվան պահն այն պահն է, երբ փորձությունն ավարտվում է և արդյունքները բացահայտվում են։ Նրանք, ովքեր ապրել են հավատքով առ ամենակարող Աստված և կատարել են բարի գործեր, հավիտյան հաջողության կհասնեն դրախտում։ Նրանք, ովքեր չեն հավատացել և մերժել են ամենակարող Աստծուն, կկրեն հավերժական պատիժ դժոխքի կրակում։ Ինչպես մենք գիտենք ճշմարտությունը, ինչպես գիտենք, որ մարգարեները եկել են, նրանք թողել են աստվածային գրքեր, որոնք ստացել են Աստծուց։ Ժամանակի ընթացքում բոլոր աստվածային գրքերը ենթարկվել են փոփոխությունների, բացի Սուրբ Քուրանից, Ղուրան, որը պատարելապես պահպանվել է առ այսօր ավելի քան 1400 տարի անց։ Բայց ինչպես գիտենք, որ Ղուրանը իսկապես ամենակարող Աստծուց է։ Եկեք մտածենք Աստծո անհրաժեշտ հատկանիշների մասին։ Նա պետք է լինի անսկիզբ և անվերջ։ Եթե նա սկսեր գոյություն ունենալ, ուրեմն կախված կլիներ ինչ-որ բանից, որն իրեն գոյության կբերեր։ Հետևաբար, նա չէր կարող լինել այն էակը, ով պահված չէ ոչնչից։ Եթե նա դադարեր գոյություն ունենալ, ապա նա չէր կարող լինել այն էակը, որից կախված է ամեն ինչ, քանի որ նրա վերջը կնշանակեր, որ մնացած ամեն ինչ նույնպես կվերջանար։ Ուստի Աստված չունի սկիզբ և չունի վերջ, նա պետք է լինի մեկը։ Եթե լինեին երկու արարիչներ, մեկի կամքը կսահմանափակեր մյուսի ուժը, իսկ սահմանափակ էակը չի կարող Աստված լինել։ Օրինակ, եթե արարիչներից մեկը ցանկանար, որ արևը ծագեր, իսկ մյուսը, որ մայր մտներ, միայն մեկը կարող էր հաջողության հասնել։
Նա ով ձախողվում է, անզոր է, իսկ անզոր է ակը չի կարող լինել այն Աստվածը, որից կախված է ամեն ինչ, եւ վերջապես նա ոչ մի կերպ չի կարող նմանվել իր արարածներին։ Եթե նա նմանվեր, նա նույնպես կաթյալ կլիներ նրանց պես, եւ նա չէր կարող լինել այն էակը, ումից բոլորը կաթված են։ Հիմա հարցրեք ինքներ ձեզ. այն բոլոր աստվածներից, որոնց մարդիկ երկրպագում են, որ մեկն է համապատասխանում այս տրամաբանական չափանիշներին, դա այն Աստվածն է, ով ուղարկել է Սուրբ Ղուրանը։ 100 տեսակորել գլխում Ալլահն ասում է. ասա. Նա Ալլահն է մեկը, Ալլահն անկախ է։ Նա ոչ ծնել է, ոչ էլ ծնվել, եւ ոչ ոք նրան հավասար չէ։ Մեկ Աստված, ոչինչի կարիք չունի, ամեն ինչ նրա կարիքն ունի։ Հավերժական, ոչ մի հայր, լիովին տարբերվում է արարածներից։ Ոչ մի գործընկեր, ոչ մի հավասար։ Ղուրանը նկարագրում է Աստծուն ճիշտ այնպես, ինչպես պահանջում է տրամաբանությունը։ Սա պատահականություն չէ։ Սա ապացույց է, որ Սուրբ Ղուրանը իսկապես տիեզերքի արարչի, ամենակարող Ալլահի կողմից ուղարկված գիրքն է։ Հրավեր, ուստի մենք հրավիրում ենք ձեզ դեպի իսլամ, երկրպագելու ճշմարիտ Աստծուն, ով ստեղծել է երկինքը, երկիրը եւ ամեն ինչ, որ գոյություն ունի։ Իսլամ ընդունելու համար պարզապես անկեղծությամբ ասեք. Ես վկայում եմ, որ չկա երկրպագության արժանի Աստված բացի Ալլահից, եւ ես վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի մարգարեն է։ Աշհադու ան լա իլահա իլլա Ալլահ ու աշհադու աննա Մուհամմադան Ռասուլուլլահ։ Եթե մենք սխալ ենք, դուք կորցնում եք 3 րոպե։ Եթե մենք ճիշտ ենք, դուք կորցնում եք ամեն ինչ անվերջանալի հանդերձյալ կյանքում հեռանալով։ Հավերժական երանության դուռը լայն բաց է։ Արդյոք ներս կմտնեք։